Նարեի համար կյանքը հիասքանչ էր։ Ամեն ինչ դասավորվում էր այնպես, ինչպես երազել էր։ Նրա կյանքում կար տղամարդ, ում սիրում էր եւ շփվում էր նրա հետ ազատ ու անկաշկանդ։ Արմանը նրան ոչինչ չէր արգելում։ Նրան դուր էին գալիս եւ Նարեի պահվածքը, եւ խոսելաձևը, եւ հագուկապը։ Կարճ ասած, Արմանն իդեալական տղամարդ էր Նարեի համար։ Իսկ ամենից կարևորն այն էր, որ Արմանն ամուսնության հարցում չէր շտապում եւ չէր ստիպում Նարեին մտածել այդ ուղղությամբ։ Սակայն այսօր Արմանը Նարեի համար անակնկալ էր պատրաստել։ Անակնկալ, որը շրջադարձային էր լինելու վերջինիս համար։ Ո՞նց է որոշեցիր այս անգամ այստեղ հանդիպենք։ Որովհետև գործն անցնում է երկրորդ փուլ։ Գործ։ Ինչ գործ, Արման։ Այ այս գործը։ Տեսախցիկն ինչ կապ ունի։ Հիմա կհասկանաս։ Մենակ խնդրում եմ այնպես նայիր, որ ոչ ոք չտեսնի, որովհետև դա քեզ կվնասի։ Ոչինչ չեմ հասկանում ասածներից։ Արման, դու ինչու ես մեզ հյուրանոցում տեսագրել։ Որովհետև դա իմ գործն է։ Որովհետև այդ կերպ եմ ես փողվաստակում։ Ես քեզ չեմ սիրում ու երբեք չեմ էլ սիրել։ Իմ գործն է գայթակղել քեզ, քո նմաններին, քաշ տալ անկողին, հետո շանտաժի միջոցով փող վաստակել։ Դու վերջ կտաս հիմար կատակներիդ։ Ուրեմն ուշադիր ինձ լսի Նարե, որովհետև վերջին անգամ եմ կրկնում։ Դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը։ Իմ գործն է հարուստի աղջիկներին գայթակղել, քաշ տալ անկողին, հետո շանտաժի միջոցով փող պահանջել։ Ինչեր ես խոսում, Արման։ Իդեպ դու իմ ցուցակում 5-րդն ես։ Դու տականք ես։ Գիտեմ։ Իսկ դու գիտես հայրս ինչ հնարավորություններ ունի։ Եթե ես նրան պատմեմ, նա քեզ կսատկացնի։ Չփորձես ինձ հորովդ վախացնել։ Որովհետև չեմ կարծում, որ քո հոր նման մարդը թույլ կտա, որ իր աղջկա պատիվը ընկնի, կամ իր պատիվը չնասնային բանն են։ Սխալվում ես։ Ես նրան կպատմեմ ու նա քեզ կվերացնի։ Ուզում ես ասա, ինձ համար միևնույն է, թե ով կվճարի, դու թե հերդ։ Որովհետև ինձ չի թվում, որ հերդ կհամաձայնվի նրա հետ, որ այս վիդեոն հայտնվի ինտերնետում։ Ինչ է կատարվում, Աստված իմ։ Լավ, սիրուն ես, շատ դարդ մի արա։ Դու իմ դուրը մի քիչ գալիս ես։ Դրա համար շատ չեմ պահանջի, ընդամենը $5,000։ Ես քեզ հեսա կսպանեմ։ Հա, իմիջիայլոց դրա մասին էլ եմ մտածել։ Եթե հանկարծ ինձ հետ ինչ-որ վատ բան պատահի, այս գործով կզբաղվի մեկ ուրիշը, որովհետև ես մենակ չեմ գործում։ Դու անասուն ես։ Հասկացանք։ Այսօր սպասելու եմ քո զանգին։
Ռադդ քաշի։ Լավ մտածում։ Այն, ինչ կատարվեց սրճարանում, չափազանց անսպասելի էր Նարեի համար։ Նա հիմա հայտնվել էր այնպիսի վիճակում, որ չէր էլ կարողանում մտածել, հասկանալ, թե ինչպես կարող էր այնքան տարվել այդ երիտասարդով, որ չնկատեր, թե ինչի համար է վերջինս շփվում իր հետ։ Պարզ էր միայն մի բան, այն, որ ամեն ինչ պետք է անել սեփական անունը չվարկաբեկելու համար։ Նարեն որոշել էր տալ Արմանին նրա պահանջած գումարը, սակայն Արմանն այդքանով չբավարարվեց։ Սրտաճակ եղա, իմ մամա։ Սրտաճակ։ Հա։ Ինչի։ Այդ ինչ է իրան։ Կարամ գնամ ջուր խմեմ։ Վախեցար, հա։ Ինչի տես վախենալու եմ։ Ինչ է իր թաքցնում, ինչ վերցրիր։ Ոչ մի բան։ Դե հիմա ինձ ուշադիր լսի։ Մի քանի ամիս է մեր տանից գումարակորում։ Աշոտին չեմ ասել այդ մասին։ Ես չեմ վերցրել, ես տեղյակ չեմ այդ գումարից։ Նշանակում է դու ես վերցնում, աղջիկ ջան։ Ինչի համար ես գումար վերցնում։ Ինչ գումար, մամա։ Մեր տանից հաճախ գումարակորում։ Միայն մի անգամը գիտի Աշոտը, որ մեծ գումարակորել։ Ու անտեսել է ոչինչ չի ասել։ Մնացած անգամների մասին ես նրան ոչ մի բան չեմ ասել։ Եթե դու հենց հիմա չխոստովանես, թե ինչ ես անում այդ գումարները, ես կզանգեմ հորդ ու կասեմ։ Մամա, ես հաշվի համարից գումար ունեմ։ Ձեր փողը ինձ պետք չի։ Հաշվի համարի։ Արդեն մի տարի է քո հաշվի համարի նորմալ գումար չկա։ Ես ստուգել եմ։ Իմ փողերը ես ինչ կուզեմ կանեմ, ձեր փողերի հետ ես գործ չունեմ։ Եթե հենց հիմա դու ինձ չասես, թե ինչ ես անում այդ գումարը, հենց հիմա զանգում եմ հորդ։ Ես քեզ խոստանում եմ, զանգում եմ հորդ, ու այն ժամանակ ինձանից չնեղանաս։ Իսկ թե հերդ քեզ հետ ինչ կանի, արդեն ես չգիտեմ։ Զանգեմ։ Մամ, ես վատ պատմության մեջ եմ ընկել։ Ու ես ստիպված եմ այդ փողը գողանալ տնից։ Ինչ պատմություն։ Մենակ խոստացի ինձ, որ պապային չես ասի։ Եթե պապան իմանա, ես կմեռնեմ։ Ինչ է այդ կատարվում, հա։ Մամ, խոստացի, խնդրում եմ, ասա, որ չես ասի։ Ինչ բան։ Մամ, ասա, որ ոչ ոքի չես ասի, խնդրում եմ։ Լավ։ Լավ, խոստանում եմ, բայց ինչ պատմության մեջ ես ընկել բալես։
Արի նստենք կպատմեմ, լավ։ Արդեն 1 տարի էր, որ Արմանը շանտաժի միջոցով հաճախակի գումար էր պահանջում Նարեից, երբեմն այնքան, որ Նարեն ստիպված էր լինում տանից գողանալ այդ գումարը։ Նարեն հասկանում էր, որ ուշ թե շուտ հայրը կամ մայրը գլխի կընկնեն, սակայն այլ ելք չուներ։ Լավ էր միայն այն, որ գլխի ընկնողը մայրն էր, որովհետև այն, ինչ կատարվել էր իր հետ, Նարեն դժվար թե կարողանար պատմել հորը։ Կատարվածն ամոթալի էր եւ ստորացուցիչ, բայց Ռիտան հասկացավ, թե ինչպես կարող է օգնել դստերը։ Գիտես, միշտ մտածել եմ, որ դու խելացի աղջիկ ես ու երբեք չես հայտնվի նմանատիպ տղամարդկանց կողքին։ Բայց արի ուտես, որ սխալվել եմ։ Ես սիրահարվել էի, մամ։ Սիրահարվել էի ու ոչինչ չէի նկատում։ Բայց եթե ուշադիր լինեի, դժվար չէր կռահել, թե ես նրան ինչի համար եմ պետք։ Երբ որ ասացիր, որ բաժանվել եք, ես հասկացա, որ ինչ-որ լուրջ բան է եղել։ Բայց չկարողացա հասկանալ, թե ինչ։ Այսինքն հասկացա, մտածեցի, որ երևի ուղղակի այդ տղան ամուսնացած է վերջ։ Բայց արի ուտես։ Մամ, դու ինձ խոստացել ես, չէ՞։ Պապան չպիտի իմանա, որովհետև հավատա ինձ պապան չի կարողանա օգնել, մամ։ Հա, Այդ Արմանը ինչ որ ընկեր ունի։ Ես չեմ ճանաչում այդ ընկերոջը, ու եթե նրան ինչ որ բան լինի, այդ ընկերը վիդեոները կգցի համացանց։ Ու այդ ժամանակ ես ինքնասպան կլինեմ։ ես խոստացել եմ քեզ, որ հայրդ չի իմանա։ Ես իմ խոսքը կպահեմ, հայրդ չի իմանա, բայց կա մեկ ուրիշը, որ պետք է հաստատ իմանա։ Մամ, ես ասեցի ոչ ոք չպիտի իմանա։ Լսին արի, այդ Արման կոչեցյալը քեզանից այնքան գումար կուզի, մինչև որ մենք կսննկանանք։ Իսկ հետո նկարներդ հաստատ կգցի համացանց։ Համոզված եմ աղջիկս։ Մամ, ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ ինչ որ մեկն իմանա։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ աղջիկը կրի ու տանի հոր ունեցվածքը, մեր տան ունեցվածքը, տանի ու տա ինչ որ Արմանի։ Մենք պիտի մի բան անենք, չէ՞։ Ու ես անպայման պիտի գորին ասեմ։ Գորնովը։ Եթե տարվա մեջ գոնե մի անգամ հարազատներիդ հետ շփվեիր, նրանց անունները չէիր մոռանա։ Աննա մորաքրիչ տղա, չէ՞։ Հիշեցի։ Մամ, չէ, չեմ ուզում, ես չեմ ուզում, որ ինչ որ մեկն իմանա, այն էլ գոռը։ Դու հիմա այն վիճակում չես, որ ինչ որ բան ուզենաս կամ չէ։ Այնպես որ ես պիտի գոռին անպայման ասեմ։ Ու գոռը այդ Արման կոչեցյալին իր տեղը կդնի։ Մամա, գոռը ոստիկանը, չէ։ Եթե գոռն իմացավ, նրա գործընկերներն էլ կիմանան։ Չէ, ես կխնդրեմ գոռին, որ մենակ գործի եւ որ ոչ ոք չի իմանա։ Մամա, խնդրում եմ քեզ, ես չեմ ուզում, որ ինքն իմանա։ Նարե, ես այլ ելք չունեմ։ Բա, երբ ես ասելու գոռին։ Հենց հիմա կզանգեմ ու կհրավիրեմ մեր տուն։ Ուրեմն ես գնում եմ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնում։ Կնստես ու կպատասխանես գոռի բոլոր հարցերին։ Մամա, ես ամոթից կմեռնեմ։ Իսկ այդ մասին ավելի շուտ էր պետք մտածել։ Մորքուր, դու ինձ պետքա շուտ ասեիր։ Գոր 31 տարեկան, Ռիտայի քրոջ որդին է, ոստիկան է։
Այ Գորջան, ես էլ եմ ախր այսօր իմացել, ոնց շուտ ասեի։ Փաստորեն մի տարի, հա, լեցրիկային տես։ Նարե երբ պետք է էլի դրան հանդիպես ու փող տաս։ Այսօր, բայց կարող եմ զանգել ասել, որ վաղը հանդիպենք։ Չէ, զանգել պետք չի։ Հենց այսօր էլ կհանդիպեք։ Դու կարող ես ուզում ես ինձ հետ գալ։ Չէ, մենք միասին կգնանք, բայց առանձին կլինենք։ Դու վստահ եղիր, ինձ ոչ մեկ չի տեսնի։ Գորջան, այդ տականքը Նարեին ասել է, որ ինքը գործընկեր ունի։ Ու եթե հանկարծ Հա, գիտեմ, Մորքուր, այդ գործընկերը, այդ տեսագրությունները կգցի համացանց, ճիշտ է։ Հա։ Ինչ իմացար, որ տենց ասել։ Նարե ջան, ես այդ Արմանի նմաններին շատ եմ հանդիպել։ Դրանք այդպես են ասում իրենց ապահովագրելու համար։ Չնայած չի բացառում, որ գործընկերել ունի։ իրոք։ Հա, Մորքուր ջան, որովհետև չեն ուզում ինչ-որ մեկի հետ փող կիսեն։ Չնայած էդ էլ չեմ բացառում։ Մի խոսքով Մորքուր, ես դրան պետքա տեսնեմ, հետո մնացածը պարզ կլինի։ Մենակ քեզ մի խնդրանք, Գոր։ Եթե հնարավոր է այնպես արա, որ ոչ ոք չիմանա լավ։ Մորքուր ջան, հանգիստ եղի, Նարեի մասին ոչ մեկ չի իմանա։ Շնորհակալ։ Նարե, դու դրան երբ պետքա տեսնես։ Դե կոնկրետ ժամ չեմ պայմանավորվել, ասել եմ, որ երբ փողը լինի կզանգեմ։ Դե ուրեմն հենց հիմա էլ զանգի։ Մենակ քեզ նենց պահի ոնց որ միշտ։ Ալո։ Նորից բարև Մորքուր ջան։ Հա, Գորջան, բարև։ Ես այդ Արմանի մասին ահագին բան եմ իմացել, Մորքուր։ Հա։ Ինչ ես իմացել, որ։ Նախեմ, որ արդեն դատապարտված է եղել։ Խաբեցան հոդվածով։ Ինչ։ Այդ տականքը փաստորեն բանտում է եղել, հա։ Հա, Մորքուր, ես դրա տանտեղն եմ իմացել։ Ու նաև իմացել եմ, թե ում հետ է ընդհանրապես շփվում։ Գոր, իսկ գործընկեր ունի։ Այդ հələ չեմ պարզել, բայց պարզելը դժվար չի։ Ոայ ապրես Գորջան, ինչ էինք անելու առանց քեզ։ Շնորհակալ եմ, բալես։ Լավ, Մորքուր ջան, դե նոր բան լինի կզանգեմ։ Լավ, դե լավ, առայր։ Հաջողություն։ Աստված մեծ է, լավ կլինի։
Բարև։ Կարելի է ձեզ մի բան խնդրեմ։ Ինչ։ Ինձ հույս կտակ։ Ինչ։ Հույս։ Վերնգի տեղդ լսի քեզ ինչ եմ ասում, թե չէ կփոշմանես։ Ով ես։ Ով ես դու։ Այն մարդը, որ կյանքդ կարա շատ հանգիստ կործանի։ Հիմա նստի ու ուշադիր լսի ինձ։ Վայ, ապրես Գորջան, այնքան շնորհակալ եմ չես պատկերացնի։ Հա, ապրես, լավ, լավ, կասեմ, անպայման կասեմ, լավ, հա։ Նարե, Նարե, Բան է աղր, մամա։ Ինչ։ այդ տականքին ձերբակալել են։ Գորն ասեց, հենց նոր։ Բա վիդեոները, մամա։ Գորն ասեց, որ նախապես գնացել է իրանց տուն։ Այդ ամբողջ տեսագրությունները վերցրել է, քորնը առանձնացրել է, տեղում այրել է, իսկ մնացածը տարել է ոստիկանություն։ Հանձնել է որպես ապացույց։ Այնպես որ քոնը չկա, դու կարող ես հանգիստ լինես։ Հաստատ։ Հաստատ։ Այ մամ, ես ինչ լավ բան ասացիր։ Ասեմ, որ էլի լավ բան կա, որ ուզում եմ ասել։ Պապան այսօր գալիս է։ Լուրջ։ Լուրջ։ Մամ, ես ինչ լավ օր է։ Շատ։ Շատ լավ օր։ Արմանի ազատազրկման ժամկետն այս անգամ շատ ավելի երկար էր, քանի որ նմանատիպ հանցանքների համար նա արդեն 2 անգամ ազատազրկված էր եղել։ Ամեն ինչ կարծես ավարտվեց, սակայն ոչ Նարեի համար։ Նա դեռ երկար էր տանջվելու, վերհիշելու էր, թե ինչ էր արել վերջին 1 տարվա ընթացքում, ինչպիսի վերաբերմունք էր ցույց տվել հարազատ մորը, ինչպես էր վիրավորել նրան իր պահվածքով, ինչպես էր գողացել հոր փողերը։ Այս ամենն իհարկե ցավ էր պատճառելու Նարեին, բայց մոռացվելու էր ժամանակի ընթացքում։ Սակայն կար մի բան, որը նա անկարող էր մոռանալ, դա իր վարկաբեկված անունն էր, չնայած նրան, որ դրա մասին իմացան միայն Ռիտան եւ Գոռը, բայց կարող էին շատերն իմանալ։